Ինչու է ավելորդ քաշը համարվում ոչ միայն էսթետիկ խնդիր, այլ նաև որպես լուրջ առողջական կամ բժշկական մարտահրավեր։ Բուժումը պետք է սկսել, երբ մենք ունենք արդեն քրոնիկ process, այսինքն բուժառուն չի կարողանում այլևս վերահսկել իր քաշը։ Ինչով են ժամանակակից բուժման մեթոդները տարբերվում հին ժամանակներից, այսինքն դիետաներից, խիստ դիետաներից կամ սոված մնալու սովորություններից, կա ինչ-որ բժշկության մեջ նորարարություններ, նոր մեթոդներ, թեկուզ վիրահատության մեջ, վիրաբուժության մեջ կամ էնդոկրինոլոգիայի մեջ, որ ավելի արդյունավետ եւ արագ են դարձնում այս process-ը։ Օրգանիզմը սկսում է սովորել, հա, այն սննդակարգին, որ մենք սկսում ենք, այսինքն սկսում է կուտակել էներգիան ու հետո սրանով նաև բացատրվում է, որ օրինակ բուժառուն ասում է, ես այս սննդակարգով եթե առաջ կարողանում եի քաշ կորցնել, հիմա չեմ կարողանում։ Հաճախ են հարցնում վիրահատությունից հետո ինչքան հավանականությամբ քաշը կավելանա կամ սննդային վարքագծի արդեն փոփոխությունները ոնց է լինում։ Պետք է մենք հասկանանք, որ 1 տարի, տարուկես մինչև 2 տարի մենք հնարավորություն ունենք քաշը իջեցնելու։ Բայց եթե հետագայում դու փորձես անընդհատ խախտել քո, չգիտեմ, այն ցուցումները, որ բժիշկներն են տալի, ստամոքսը մկանային հյուսվածք է եւ հնարավորություն ունես դու նորից քաշ հավաքելու։ Բարև ձեզ սիրելի լսարան։ Դուք դիտում եք մեր հերթական ոդքասթը, որտեղ այսօր խոսելու ենք մի կարևոր թեմայի մասին, որը վստահաբար հուզում է հազարավոր մարդկանց։ Ավելորդ քաշը ոչ միայն արտաքին խնդիր, այլ նաև լուրջ բժշկական մարտահրավեր։ Ոդքասթի ընթացքում փորձելու ենք անդրադառնալ մի շարք կարևոր հարցերի։ Օրինակ, ինչու է գիրությունը համարվում քրոնիկ հիվանդություն, երբ պետք է սկսել բուժումը, որն է դեղորայքային, հորմոնալ եւ վիրաբուժական մոտեցումների իրական դերը, եւ որ ամենակարևորը, ինչպես հասնել արդյունքի առանց ինքնախաբեության։ Այսօր մեր հյուրերն են Շենգավիթ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ, ԵՊԲՀ հետբուհական եւ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, բուժծառայության փոխգնդապետ Սևակ Շաբազյանը։ Վիտա դետոքս կլինիկայի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգ Դիանա Կիրակոսյանը եւ ես ձեր վարողը, Վիտա դետոքս կլինիկայի թերապևտիկ ծառայության ղեկավար, բուժական գծով փոխտնօրեն Սարգիս Գևորգյանը։ Պետք է նշեմ, որ այս թեման դիտարկելու ենք թիմային ձևաչափով, քանի որ քաշի նվազումը երբեք մեկ մասնագետի գործ չէ։ Եվ եթե պատրաստ եք դոկտորներ ջան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար, սկսենք արդեն մեր առաջին հարցից։ Ինչու է ավելորդ քաշը համարվում ոչ միայն էսթետիկ խնդիր, այլ նաև որպես լուրջ առողջական կամ բժշկական մարտահրավեր։ Բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար։ Իրականում շատ լուրջ եւ լավ թեմա եք մշակել, որպեսզի մենք այդ մասին խոսենք։ Սիրով կխոսենք այսօր եւ կփորձենք բոլոր այն բացերը, որ ոչ հաճախ են հնչում, այսօր երեքով, առավել եւս որ դուք շատ ճիշտ նշեցիք, սա թիմային խնդիր է, փորձենք թիմային լուծում տանք, թիմային մեր պատկերացումներն ասենք եւ մեր թիմային կարծիքն ասենք։ Այո, ավելորդ քաշը երբեք պարզապես միայն էսթետիկ խնդիր չի եղել, եթե այդպես լիներ, մենք այսօր դրա մասին չէինք խոսի արդեն լաբորատոր տվյալներով եւ կարծում եմ, որ բուժումը պետք է արդեն այն ժամանակ, երբ քաշը սկսում է ազդել մեր առողջական վիճակի վրա, այսինքն հորմոնալ դիսբալանս, ինսուլինառեզիստենտություն, լյարդի ճարպային ինֆիլտրացիա, ռեպրոդուկտիվ համակարգի խնդիրներ եւ մի կարևոր կետի եւս ուզում եմ ուշադրություն դարձնենք, բուժումը պետք է սկսել, երբ մենք ունենք արդեն քրոնիկ process, այսինքն բուժառուն չի կարողանում այլևս վերահսկել իր քաշը, կարծում եմ այստեղ բժշկական վերահսկողության անհրաժեշտությունը արդեն մեծ դեր ունի։ Այ տեսեք, ձեր խոսքի ընթացքում նշեցիք հորմոնների մասին։ Շատերի մոտ շատ հաճախ լսում ենք նման հարցադրումները, արդյոք հորմոններն են գլխավոր պատճառը կամ մեղավորը, որ մարդ չի կարողանում նիհարել կամ դիետաները եւ այլն խանգարում են առողջ քաշի անվտանգ նվազեցմանը։ Հորմոնների դերը նիհարեցման process-ում եւ ավելորդ քաշի ինչպիսին են որպես էնդոկրինոլոգ։ Գիտեք, այս հարցում շատ ժամանակ ծայրահեղությունները խանգարում են, որպեսզի մենք հասկանանք իրականությունը։ Շատերը ասում են, պատճառը միայն հորմոններն են, շատերը ասում են, պատճառը գենետիկան է, կա նաեւ հակառակ կարծիք, դու գիրանում ես, որովհետեւ կամքի ուժ չունես։ Իրականում, այո, հորմոնները շատ մեծ ազդեցություն ունեն եւ հորմոնալ խանգարումները կարող են ակտիվ դիմադրել, որպեսզի մենք կարողանանք կորցնել մեր քաշը, բայց սա չի նշանակում, որ մենք չենք կարող ոչինչ փոխել։ Այո, հորմոնները կարգավորում են մեր քաղցի զգացումը, մեր ախորժակը, մեր էներգիայի ծախսը, մեր ճարպի բաշխումը, սակայն այստեղ պետք է գտնել հիմնական պատճառը եւ ցույց տալ գրագետ մոտեցում, ոչ թե հաշտվել իրավիճակի հետ։ Իսկ սենց մի հարց
ուզում եմ հիմա բարձրանանք, ինչով են ժամանակակից բուժման մեթոդները տարբերվում հին ժամանակներից, այսինքն դիետաներից, խիստ դիետաներից կամ սոված մնալու սովորություններից, կա ինչ-որ բժշկության մեջ նորարարություններ, նոր մեթոդներ, թեկուզ վիրահատության մեջ, վիրաբուժության մեջ կամ էնդոկրինոլոգիայի մեջ, որ ավելի արդյունավետ եւ արագ են դարձնում այս process-ը։ Այո, նորարարական մեթոդները շատ են տարբերվում հին մեթոդներից, որովհետև առաջ մարդիկ իջեցնում էին իրենց քաշը շատ խիստ սննդակարգերով, այսինքն իրենք քաղցած էին մնում, արագ իջնում էին եւ նույնքան արագ էլ հետ էին վերադարձնում իրենց քաշը, որովհետև օրգանիզմը սկսում է սովորել, հա, այն սննդակարգին, որ մենք սկսում ենք, այսինքն սկսում է կուտակել էներգիան ու հետո սրանով նաև բացատրվում է, որ օրինակ բուժառուն ասում է ես այս սննդակարգով եթե առաջ կարողանում եի քաշ կորցնել, հիմա չեմ կարողանում։ Այ կարող ենք մի որոշ ասել, որ նորարարության մեջ, այսինքն նոր պեպտիդները, Mounjaro, Ozempic, աստորգինները չասենք, որ մարդկանց ավելի հայտնի լինի։ Դեղորայքները որոշակի ազդեցություն ունեն քաշի նվազեցման հետ եւ որոշակի եկել են մարդկանց օգնելու այդ դիետաներից եւ այլն։ Եվ մի կարևոր հարցադրում է գալիս է ինչ-որ մի ժամանակ, որ օրինակ նույն այդ դեղորայքները բավարար չեն հասնել արդյունքի եւ այստեղ պետք է զուգահեռ խորհրդակցել կամ վիրաբույժների գործողությունները, որպեսզի ռեալ հասնենք արդյունքի։ Այո, մենք հիմա ունենք գործիքներ, որոնք չունենք 10-ից 15 տարի առաջ։ Մենք հիմա կարողանում ենք կարգավորել նյութափոխանակությունը, կարողանում ենք ճիշտ ցուցումների դեպքում օգտագործել նաև դեղորայք, դիմել նաև ցուցումների դեպքում էլի վիրաբուժական միջամտությանը, այսինքն ժամանակակից մեթոդները օգնում են մարդկանց ոչ թե հարմարվել, այլ դուրս գալ այդ պաշտպանական մեխանիզմներից։ Այ դոկտոր, օրինակ կուզեմ ձեր կարծիքն լսենք, ինչ կատեգորիայի մարդիկ կամ երբ են մարդիկ դիմում ձեզ որպես վիրահատության ավելորդ քաշի վստահաբար դիմում են այն ժամանակ, երբ որ փորձել են բավականին շատ բաներ, այդ պատմությունները դուք բազմիցս ասում եք։ Սիրով, նախ սկսենք նրանից, որ վիրաբուժությունը դա կապ չունի բարիատրիկ վիրաբուժության մեջ, թե այլ վիրաբուժական միջամտությունների մեջ միշտ օգտագործում են կամ վրա է հասնում են դեպքում, երբ որ բոլոր թերապևտիկ միջոցները արդեն սպառված են։ Այսինքն, երբ որ ամբողջությամբ թերապևտիկ միջոցառումները, դեղորայքային միջոցառումները այն էֆեկտը չեն ունենում, որ անհրաժեշտ է բուժառուին, նույնիսկ անգամ թերապևտին, այդ ժամանակ վրա է հասնում վիրաբուժությունը։ Ասեմ, որ ըստ բոլոր գիտական հետազոտության տվյալների, թե դեղորայքային, թե թերապևտիկ, թե սպորտային, թե բոլոր այդ կոմպլեքս համալիր միջոցառումները էֆեկտիվ են մինչև 10%, այսինքն ըստ հետազոտության տվյալների արդյունքի են հասնում մինչև 10% եւ դրանից հետո վիրաբուժությունը, որ ասում է, իր ծանր գործը վերջնական փուլը։ Այո, եւ մենք վիրաբուժներս բնականաբար շարժվում ենք ըստ ցուցումների։ Վիրաբուժությունը միշտ ըստ ցուցումների է։ Եթե մենք ունենք մարմնի զանգվածի ինդեքս երկրորդ աստիճանի ճարպակալում, ապա դա ցուցում է ուղիղ ցուցում է վիրահատական միջամտության։ Եթե ունենք երրորդ կարգի ճարպակալում, դա եւս ուղիղ ցուցում է վիրահատական միջամտության։ Եթե մենք ունենք առաջի աստիճանի ճարպակալում եւ ուղեկցող հիվանդություններ, որոնք պայմանավորված են ճարպակալումով, դա կլինի հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, դա կլինի ոսկրահոդային համակարգի հիվանդություններ եւ այլն, որոնք եւս պայմանավորված են ճարպակալումով, ապա դա եւս ուղիղ ցուցում է վիրահատական միջամտության։ Անդրադառնալով ձեր նախորդ հարցին, որը մեր սիրելի բժշկուհին պատասխանեց, խոսքը վերաբերվում է թե շկանով է կախված, հա, էնդոկրին համակարգ, հորմոնները եւ այլն, ես կարծում եմ, որ դրանք համատեղ են, որքան ճարպակալումը ավելանում է, այնքան դժվարանում է, այո, եւ հորմոնալ խնդիրները եւ այսինքն մեկը մեկով շատ խիստ պայմանավորված են։ Երբ որ սկսում է քաշը նվազել, ավելի հանգիստ եւ ավելի հեշտ կառավարելի են դառնում թե հորմոնալ բալանս, բնականաբար, իսկ քանի հիվանդը ավելի է ճարպակալում, այսինքն մարմնի զանգվածի ինդեքսը, այնքան ամեն ինչը, նույնիսկ դեղորայքային, որտեղ վստահ եմ, որ հիմա կասի, որ դոզաները պետք է ավելացնեն, որպեսզի կարողանան առավել արդյունքի հասնել, իսկ երբ որ սկսում ես նվազել, բնականաբար ավելի հեշտ է լինում։ Այս երբ որ սկսեցինք արդեն վիրահատություններից, վիրաբուժությունից, մի քանի տարածված միֆեր կամ մի քանի մարդիկ հաճախակի հարցեր են տալիս, կուզեմ որպեսզի պատասխանենք ու վերջնական այս հարցը մարդկանց համար ավելի հասանելի լինի։ Հաճախ են հարցնում վիրահատությունից հետո ինչքան հաճախակի, ինչքան հավանականությամբ քաշը կավելանա, կամ սննդային վարքագծի արդեն փոփոխությունները ոնց է լինում, որպես կանոն կուզեմ որպեսզի ավելի մանրամասն այս թեմայի շուրջ զրուցենք, մի քիչ դուք ավելի ձեր փորձով կիսվեք, որ մարդկանց ավելի հասանելի լինի այդ ամենը։ Սիրով, նախ սկսենք նրանից, որ կա բարիատրիկ վիրաբուժության մի քանի ձևեր, տեսակներ եւ մեթոդներ։ Կախված որ մեթոդի մասին ենք խոսում, որովհետեւ
մեթոդները տարբեր լինելով, նաև արդյունքներն են տարբեր։ Օրինակ, եթե խոսենք օրինակի համար եմ ասում բալոնի մասին, մենք պետք է հստակ հասկանանք, որ 6 ամիս հետո ըստ բոլոր բժշկական ցուցումների բալոնը երկարատև չես կարող օգտագործել եւ պահել ստամոքսում։ Երբ որ 6 ամիս հետո, 6 ամիս անց բալոնը հանում ես, բնականաբար դու նորից սկսես հնարավորություն կա քաշ հետ հավաքել։ Եթե խոսում ենք sleeve gastrectomy-ի մասին, որը որ այս պահին աշխարհում համարվում է լավագույն մեթոդը, ոսկե ստանդարտը, այդպես էլ ասում են gold standard վիրահատություն, գրեթե աշխարհի մոտ 65-70% կատարվում է sleeve gastrectomy-ը եւ մնացած են 30%-ը բոլոր մեթոդները bypass, շունտավորում, ծալքավորում, օղակներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ըստ եթե խոսենք sleeve gastrectomy-ի մասին, ապա պետք է մենք հասկանանք, որ 1 տարի, տարուկես մինչև 2 տարի մենք հնարավորություն ունենք քաշը իջեցնելու։ Բայց եթե հետագայում դու փորձես անընդհատ խախտել քո, չգիտեմ, այն ցուցումները, որը որ բժիշկներն են տալի, ստամոքսը մկանային հյուսվածք է եւ հնարավորություն ունես դու նորից քաշ հավաքելու, դա էլ ըստ գիտական հետազոտության տվյալներ որոշակի տոկոս հատված նորից վերադառնում են, փորձում են վերադառնալ քաշ, բայց դա միայն կախված է հիվանդից։ Ինչքան քեզ չսիրես, որպեսզի նորից ուզենաս։ Այո, որովհետեւ սովորաբար շատերը, ովքեր ես հիվանդներ ունեմ, որոնց 6-7 տարի առաջ վիրահատել են եւ իդեալական պահում են իրենց քաշը, եւ երբ որ հարցնում ես ո՞նց է որ հիմա կարողանում ես այն ժամանակ, ասում է այս պահին հիմա հաստատ վստահ եմ լսում են ու նույնը կմտածեն, որովհետեւ իրենց բառերն եմ օգտագործում, անհամեմատ ասում ավելի հեշտ է։ Կարող ենք խոսել բարիատրիկ թիմի մասին։ Ինչ է բարիատրիկ թիմը, երբ է այն աշխատում, այսինքն բարիատրիկ թիմը գործում է վիրահատությունից հետո, թե նախավիրահատական շրջանում, երբ որ բուժարուն առաջի անգամ դիմեց ձեզ, ովքեր են մտնում բարիատրիկ թիմի մեջ եւ կարեւորությունը բարիատրիկ թիմի։ Եվ միջև վիրահատությունը եւ վիրահատությունից հետո անխոս եւ շատ կարեւոր է վիրահատական, թե թերապևտիկ թիմի շատ կարեւոր են։ Դրանց մեջ մտնում է բնականաբար էնդոկրինոլոգ, դիետոլոգ, եթե խոսենք հետազոտական թիմի մասին, բնականաբար, այո, գաստրոենտերոլոգ, այո, դուպլեքս եւ այլն, բայց ես կարծում եմ, որ մինչեւ անգամ հոգեբանի, իհարկե մեր հայ հանրության մեջ դեռ այդպես հոգեբան հասարակությունը ավելի այո, որովհետեւ շատերը անկեղծ ասեն, որ գալիս են, երբ որ ասում ես դե ցանկալի կլինի քեզ նաև հոգեբանը նայ, ասում են ես հոգեկան հիվանդ չեմ։ Դրսում Եվրոպայում դա ընդունված է, որտեվ այդպես է, որ պետքա պարտադիր եւ նա։ Մեզ մոտ մի քիչ քանի որ մեր հայկական մենտալիտետը, հայկական իրականության մեջ մի քիչ դժվարանում ենք, մենք փորձում ենք եւ լինել հոգեբան, եւ դիետոլոգ, բայց ես կարծում եմ, որ ճիշտը բնականաբար թիմի ամբողջական աշխատանքն է եւ վիրահատությունը եւ վիրահատությունից հետո։ Այ հետ վիրահատական բարդությունները մի կողմից զուգահեռ խոսենք նաեւ մի քիչ թերապևտիկ ուղղության վրա էլ հետ վիրահատական շրջանից հետո համատեղում ենք, փորձում ենք արդեն համատեղել հիվանդների հետ, ունենում ենք վիտամինների, միկրոէլեմենտների դեֆիցիտ, երկաթդեֆիցիտային անեմիա, այսինքն այդ ամեն ինչից հետո որպես էնդոկրինոլոգ թերապևտիկ ուղղվածությունը ինչքան կարեւոր է հետ վիրահատական շրջանում դեֆիցիտների լրացումը, որպեսզի չունենանք ավելորդ քաշի արդեն նորից խնդիրներ։ Ներողություն միջև բժշկուին կպատասխանի, ես իմ կողմից ասեմ, որ դա մեզ նույնպես շատ հեշտացնում է մեր գործը եւ տալիս է գրագետ լուծում։ Չէ, հիվանդը նորից հետ է գալիս, ասում է։ Այո, ասում են ինչ-որ խնդիր ունեն, դու հստակ արդեն հասկանում ես, որ դու դա կախված է միայն այն սննդակարգից, որը չի ընդունել, այն վիտամինների կոմպլեքսը, որը մենք ստանդարտ նշանակում ենք, եւ այդ դեպքում մեզ օգնության են հասնում այն մասնագետները, որոնց որ մենք շնորհակալություն ենք, այո, որոնք ասում են գնացեք, իրենք ձեզ հստակ ուղղություն ցույց կտան, ավելին ասեմ, իրենք շատ ավելի արագ են կարողանում դա կազմակերպել, ավելի արագ են լրացնում այն բացը, որը որ առաջացել է։ Այ ինչ խնդիրներով են դիմում հիմնականում կլինիկա կամ ինչ ենք հետագայում մենք առաջարկում ենք։ Այո, քանի որ վիրահատությունը փոխում է ստամոքսի ֆիզիկական սահմանները եւ հորմոնալ ֆոնը, այստեղ այդ վիրահատական շրջանը եւս կարեւոր է, այսինքն այստեղ ամեն ինչ սկսվում է, ոչ թե ավարտվում, եւ մեր դերը որպես թերապևտ եւ էնդոկրինոլոգ արդեն օգնելն է, որպեսզի մեր նյութափոխանակությունը կարողանա հարմարվել այդ սահմաններին, որպեսզի մենք չունենանք ես որպես էնդոկրինոլոգ հետևեմ, որպեսզի մենք չունենանք սարկոպենիա, մկանային զանգվածի կորուստ, հետագա հորմոնալ դիսբալանս, վիտամինների եւ միկրոէլեմենտների դեֆիցիտ, թերապևտը իհարկե իր հերթին այն ինչ-որ նեղ մասնագիտականից կարող է դուրս մնալ այդ ամենին է հետևում, այսինքն մենք օգնում ենք, որպեսզի արդյունքը լինի ավելի որակյալ
եւ ավելի երկարաժամկետ։ Ամենահաճախակի իմ հանդիպող պրակտիկայում գալիս են վիտամինային դիսբալանսնա, Ազատափություն, երկրադեֆիցիտային, ընդհանուր անեմիա, թուլություն, մազաթափություն։ մաշկի կախվածություն, մաշկի չորություն եւ այլն։ Հիմնական շրջանում ավելի լավ է իրաց կարգավորել ինֆյուզիոն թերապիայի տարբերակով, որպեսզի Բնականաբար։ շրջանցելով նաև ստամոք ցավային տրակտը, որից հետո արդեն Քանի որ այնտեղ ունենք արդեն արդեն ստամոքսի չափերի փոքրացում, ներծծման խանգարում, իսկ ինֆյուզիոն մեթոդով մենք ունենք 100%-ով կենսահասանելիություն արդեն։ Ես կավելացնեմ, որ ոչ միայն վիրահատված հիվանդները, կարծում եմ, որ նույնիսկ առողջ բոլոր մարդիկ պետք է հետևեն իրենց վիտամինային դիսբալանսին, պետք է անպայման հետազոտվեն, որովհետև միայն վիրահատվելով չէ, որ դու կարող ես ունենաս որևիցե մի վիտամինի պակաս, դեֆիցիտ, հետևաբար ես կարծում եմ, որ առավել եւս վիրահատված մարդիկ պետք է հետևեն այդ խորհուրդներին։ Հիմա բավականին ժողովրդի մենթալիտետը հայ հասարակության մի քիչ ավելի փոխվել է այդ պրոֆիլակտիկ չեկապները, հետազոտությունները, այսինքն մարդիկ սկսում են հետազոտվել, ոչ թե կար չէ մի ժամանակ մի նախադասություն ասում է երբեք բժշկի չեմ դիմել 60 տարեկան մարդ եմ բժշկի չեմ, հա, ու դա ինչ որ տես լուրջ, ինչ որ հպարտանալու բայ, բայց փաստացի հիմա ցույց է տալիս հետազոտությունները, նաև մեր պրակտիկան, ձեր պրակտիկան, որ երբ որ սկսում ես մարդուն լիարժեք հետազոտել, վստահաբար հայտնվում են խնդիրներ, դեֆիցիտներ, որոնք կյանքի որակի վրա ազդում են։ Այ հիմա կուզեմ խոսենք ինչ-որ տարածված միֆերից, որ դուք լսում եք հաճախակի, կան ինչ-որ միֆեր պեպտիդների մասին կամ վիրահատությունների մասին, որ գալիս են ձեզ ինչ-որ հարցեր, որ ծիծաղ առաջացնում, զարմանք առաջացնում, բայց ստիպված ենք պատասխանել ու ավելի մանրամասն ներկայացնել։ Պեպտիդների մասին երևի թե ամենամեծ միֆերից է, որ երբ որ պեպտիդները դադարեցնենք, քաշը պարտադիր կրկնակի անգամ ետ կվերադառնա։ Իհարկե, այնպես չի, որ քաշը հետ վերադառնալ չի կարող, եւ դուք գիտեք, որ մեր առաջին խոսքը մեր բուժառուներին եւս, որոնց նշանակվում է արդեն պեպտիդային թերապիա, դա այն է, որ սա մեզ տալիս է ժամանակահատված, որպեսզի մենք կարգավորենք մեր սննդային վարքագիծը, սննդի կառուցվածքը եւ ձևավորենք ճիշտ սովորություններ, այսինքն այստեղ խնդիրը ոչ թե դադարն է, այլ թե մենք ինչ ենք հասցրել կառուցել այդ ընթացքում։ Բնականաբար, եթե մենք ոչինչ չանենք, ոչինչ չփոխենք, պարտադիր չէ, որ կրկնակի անգամ, բայց իհարկե քաշը կարող է այդ վերադառնալ։ Մյուսը երևի թե որ ասում են ուռուցքային հիվանդություններ առաջացնելու հավանականությունը։ Ամեն ինչում մեր հայ անդամակցությունը, երբ որ նոր դեպք կա, հաստատված դեղորայք է, պեպտիդները արդեն FDA հաստատված են եւ հակացուցումների բացակայության դեպքում այդպիսի վատ հետևանքների մասին ոչ մի տվյալներ չկան, շատերը ասում են դա հորմոն է, պեպտիդները ոչ թե հորմոն են, դրանք մեզ տալիս են այն բնական ազդակները, որը մեզ օրգանիզմն է տալիս, երբ որ մենք արդեն հագեցած ենք եւ իրենք հենց ստեղծված են նյութափոխանակային հիվանդությունները ախտահարելու համար։ Եվ մի միֆ էլ կա, սոցցանցերում շատ ենք լսել երևի թե այդ Ozempic face-ի մասին, երբ որ ասում են, որ մաշկը կկախվի, դեմքը կկախվի, իհարկե դա եւս հնարավոր է այն դեպքում, երբ մենք ունենում ենք քաշի շատ արագ կորուստ եւ հատկապես մկանային զանգվածի հաշվին։ Շատ արագ կորուստ հիմնականում ունենում ենք անկառավարելի դոզաչափերի կամ ինքնուրույն օգտագործման ժամանակ։ Այո, մենք այդ մասին եւս կզրուցենք, բայց բնականաբար ճիշտ իջեցման դեպքում քաշի այդ հետևանքը պարտադիր չէ որ լինի։ Ձեր պրակտիկայում դոկտոր։ Սկսեմ այդ մաշկի կախվելուց եւ շարունակեմ։ Օրինակ մարդիկ 152 կիլոանոց, որոնք որ գրեթե ոչ մի առողջ բան չկա, ասում են վիրահատվելուց հետո իմ մաշկը կկախվի, իմ դեպքում որ մաշկի կախվելը իր ընդհանրապես կարևոր չի։ Այո, եւ երկրորդը շատ անգամ լսում ենք այն միֆը, որ հիմնականում գալիս են 150 կիլոից բարձր հիվանդներ, որոնք որ գրեթե մի առողջ բան չունեն, այսինքն մարմնի զանգվածի ինդեքսը 50-ից ավել, մի կերպ քայլում է, շաքարը 20, ենթադրենք 20 եւ բարձր դեղորայքի նույնիսկ ոնի վրա, ճնշումը մինչեւ 200, երբ որ այդ մարդու կոպիտ ասած օրերը շաբաթները զգում ես որ հաշված են, որտեղ մի կերպ է շնչում, ոտերը այտուցված եւ այլն չնկարագրեմ են բնույթը եւ հարցնում է ասում է դե հարևանս ասեց կամ որևիցե մեկը գնում ես առողջ ստամոքսդ կտրես որ մանանես նիարես ոքի չես կարող հասկանաս ոնց կարելի է դա նույնիսկ ամենատարածված ասում է գնում ես առողջ ստամոքսդ կտրես այն դեպքում որ առողջությանը ժամեր կամ օրերը հաշված այո մարդիկ ծայրահեղությունների շատ են։ Իսկ դա վստահ դա մեշոկ է դառնում, այն էլ է իրանց պարագայում, որը որ հաստատ պետք է միակ փրկության կարծում եմ որ շանսն է։ Այ ինքնաբուժության մասին սկսեցինք խոսել, խոսք գնաց, այլ դոկտոր կուզեմ մի փոքր նաև դա թեմայից զրուցենք, ինչ վտանգներ է ներառում ինքնաբուժությունը, որովհետև հիմա քանի որ դեղորայքի հասանելիությունը արդեն ինքը հին ժամանակները չի, մարդիկ կարողանում են դեղորայքները ձեռք բերել ու շատ հաճախ դիմում են կլինիկա արդեն ավելի ծանրացած վիճակներում։ Կուզեմ որ մի փոքր
վտանգների մասին խոսենք եւ ինչով է ինքնաբուժությունը, ինչ ռիսկեր է պարունակում։ Ռիսկերից առաջինը իհարկե դա հակացությունների առկայությունն է։ Դուք ինքներդ ականատես եք եղել, քանի դեպք ենք մենք հայտնաբերել պապիլյար կարցինոմայի, ֆոլիկուլյար կարցինոմայի, ես վերջերս նույնիսկ ունեցանք մեդուլյար կարցինոմայի կասկած, ունենք արդեն էնդոկրին վիրաբույժի հսկողություն, ու հնարավոր է, որ իրենք գնային ուրիշ տեղ ուղակի ստանային, իմիջիայլոց սկսել են նշանակում կատարել մաշկաբաններ, ոչ կոմպետենտ մասնագետներ, ինչին ես շատ դեմ եմ։ Դա է։ Մյուսը դեղորայքի տիտրացիան է, բնականաբար սոցցանցերով մենք դեղորայքի ճիշտ տիտրացիա հնարավոր է չկարողանանք կատարել, հնարավոր է ունենանք քաշի կամ շատ արագ կորուստ, կամ ես ունենում եմ վերջերս շատ բուժառուներ, այն դեպքում, երբ ինքը օրինակ դիրզեպատիտի 2.5 միլիգրամի վրա արդեն կորցրել է 10-ից 15 կիլոգրամ քաշ, ասում է, գիտես, իմ ծանոթը 10-12.5 դեղաչափով արդյունք չի ունենում։ Սա եւս շատ տարածված է։ Ամեն հայտնի մուլտֆիլմն էլի, այսինքն սկզբնական շրջանում բուժառուները դնում են իրանց առաջ ինչ-որ որոշակի ստանդարտ, ուզում եմ նահարեմ 7 կիլոգրամ։ Հասնում են 7 կիլոգրամին, մեկ էլ էլի եմ ուզում։ Բայց մեկ շաբաթում։ Հա, մեկ շաբաթում ուզում եմ 10 կիլոգրամ, ունում 20 կիլոգրամ ու դառնում եմ վերջերս ունենք էլի բուժառու, ով լսելով նույն ձեր ասած հարևանի խորհրդին, որոշել էր Օզեմպիկ ներարկվել ու 2 շաբաթ հետո դիմել էր կլինիկա, հետազոտությունները պարզեցին գենթաստամոքսային ջերմի սուր բորբոքում, արդեն բավականին լուրջ ստացիոնար բուժումներ մի կերպ կարողացան կարգավորել։ Դա իմիջիայլոց ամենատարածված բարդություններից է պանկրեատիտ, պանկրեոնեկրոզ, այդ որ մեծ մարդկանց ասում ես պետք է հետազոտվես, ասում է դե լավ, ինչ կլինի, որ անեմ մի հատ դեղաչափից ինչ պետք է լինի։ Այս Եթե 5-ի բախտը բերել է, մեկինը կարող է չբերել պարզապես։ Մոտել են հաճախ փոխադարձ վիրաբուժություն է, նորից գնում եք վիրաբուժության։ Իսկ դոկտոր, ամենահաճախակի սխալը, որ մարդիկ անում են բարիատրիկ վիրահատությունից հետո, ինչն է, որ կարող ենք ասել, որ այս ինչ բաները ժողովուրդ ջան, չի կարելի, մի արեք, որպեսզի հետագայում Դե նայեք, սկսենք դրանից, որ բարիատրիկ վիրահատության դիմում են այն պացիենտները, որոնք ունեն ճարպակալման խնդիր եւ ունեն լուրջ առողջական խնդիրներ, ուղեկցող հիվանդություններ։ Եվ երբ որ բնականաբար չեն հետևում բժշկի խորհուրդներին, սկսած սկզբնական շրջանում հենց սկզբից, օրինակ ենթադրենք մենք սկսում ենք կաշաներով եւ այլն հեշտ մարսով, սկսած սննդակարգի խանգարումը, որ նոր վիրահատած հիվանդը ու դա կապ չունի բարիատրիկ վիրահատություն է անում, թե ստամոքսիալ վիրահատություն է գալիս խորոված քաբաբ ուտելով, լամաջո կամ չգիտեմ այնպեսի մի բան, որը մեր բակը սերիալի մեջ որ մի անգամից գալիս են հիվանդատես այդ սննդակարգով կամ հեղուկ կալորիաներ, չէ։ Դե բնականաբար պետք է հետևել։ Շատ ավելի կալորիական են, բայց որ հեղուկ են հեշտ են ընդունում ու քաշը սկսում է ավելանալ։ Բնականաբար։ Հա, հենց օղու մասին է խոսքը, որ մարդիկ ասում են, բայց դե օղին հեշտ է գնում։ Բնական օղին ինչ պետք է անի, որ բանել բուժիչ։ Դե մարդիկ այո, նույնիսկ օղիով բուժում են, ես չգիտեմ այդ ոնց է ստացվում։ Ավելին ասեմ, մարդիկ ինտերնետով բուժում են, ինտերնետով հիմա դա ChatGPT-ն է տարածված, որ մարդիկ ամբողջությամբ դրան հələ սկսել են, հələ միայն վիրահատություններ չեն անում այդ բանով։ Հա, բայց միգուցե դրան էլ անցնեն։ Ամեն դեպքում կարծում եմ, որ շատ կարևոր է, եթե զարգացած աշխարհը գնում է նրան, որ գոյություն ունեն բժշկական հիմնարկներ, բժիշկներ, որոնք որ ել ավելի են մոտեցնում նույն բուժառուներին, կա ընտանեկան բժշկություն եւ այլն, կարծում եմ, որ շատ կարեւոր է հետեւել բժշկի խորհուրդներին։ Ի վերջո հաստատ բժիշկը բնականաբար ավելի փորձառու է, գոնե այն որ ասում է իր ուսումնական տարիներն է ավարտել, որ հաստատ այդքան արագ չես կարալու կարդալ ChatGPT-ով կամ ինտերնետով, եւ միայն փորձառությունը, որը որ ունեն բժիշկները, կարծում եմ, որ պետք է անպայման դիմել բժշկի, ստանալ բժշկի խորհրդատվություն եւ որից հետո շարժվել առաջ։ Եվ սենց վերջացնենք մի հատ սենց մոտիվացիոն ինչ-որ մի հարցով։ Ասում են, եթե այսօր ձեր առջև նստված լինի մարդ, ով տարիներ շարունակ փորձում է պայքարել քաշի, ավելորդ քաշի դեմ, բայց ամեն ինչ անօգուտ է, չի ստացվում, ինչ-որ փուլում, ինչ-որ բան սխալ է գնում։ Ինչ խորհուրդ կտաք այդ մարդուն, որպես գիտականորեն հիմնավորված եւ կյանքի որակը լավացնելու համար։ Եվ էնդոկրինոլոգը եւ վիրաբույժը իր կողմից։ Խորհուրդ կտամ փոխել մոտեցումը, այսինքն քաշը բազմագործունային հիվանդություն է, բայց ներկայիս դրությամբ համարվում է քրոնիկ կառավարվող process։ Այսինքն յուրաքանչյուր բուժառուի համար կա տարբերակ։ Մեկի մոտ դա սննդակարգի փոփոխությունն է, մյուսի մոտ պեպտիդային թերապիան, երրորդի մոտ վիրաբուժական մոտեցումը, բայց ելքը միշտ կա, մենք յուրաքանչյուրս ցանկացած ժամանակ կարող ենք փոխել մեր պատմությունը, ուղղակի պետք է ընտրել ճիշտ ռազմավարություն եւ իհարկե այդ ամենը կատարել ճիշտ բժշկական վերահսկողությամբ։ Այսինքն այստեղ խնդիրը մեխանիզմն է, որը մենք իրականում կարող ենք կառավարել։ Նախ սկսենք նրանից, որ ցանկացած этаպում միևնույն է, երբ որ բոլոր մեթոդները իրենց, չգիտեմ, հարևանի կլինի,
ինտերնետի կլինի, բոլորը սպառելուց հետո վերջում գալիս են բժշկի մոտ եւ հայցում են, որպեսզի խնդրում ենք օգնել կամ մի ճար տեսեք, մի լուծում տեսեք, կարող եմ ասել, որ ինչքան շուտ դիմեն, բնականաբար բժշկի գործիքներն էլ ավելի շատ կլինեն։ Ինչքան շուտ է այդ ամեն ինչը կատարվում։ Միանշանակ դու ավելի հեշտ լուծումներով, ավելի քիչ քայլերով կարող ես հասնել արդյունքին, բայց երբ որ գալիս են բազմաթիվ մեթոդներ ոչ ճիշտ օգտագործած, որտեվ բժշկուհին նույնպես նշեց, որ այդ մեթոդը կարող է այն մեկի համար շատ ավելի լավ լինի, ավելի հեշտ լինի, բայց այդ մեկին ճիշտ հակառակը վնասի։ Այո, իսկ դա կարող է լուծումը տալ կամ բացահայտել ավելի փորձառու բժիշկը։ Ցանկանում եմ, որ բոլորը լինեն առողջ, բնականաբար ոչ ճարպակալած, ուտեն առողջ սնունդ, զբաղվեն սպորտով, թող որ մեր կարիքներ չլինի, բայց այո, մեր գործն է քիչ լինի, բայց եթե իրոք կան խնդիրներ, մենք պատրաստ ենք սիրով օգնել եւ բոլորս թող լինենք առողջ։ Առողջ հասարակություն, հզոր հայրենիք։ Դե ինչ դոկտոր Նեջան, շնորհակալություն այսօրվա հրավեր ընդունելու համար։ Դուք սիրելի հուսով եմ ստացաք ձեր հուզող հարցերի պատասխանները, շարունակեք հետևել մեզ, ել ավելի կարևոր եւ հետաքրքիր թեմաները բաշխի թողնելու համար։ Առողջ եղեք։